Յուրաքանչյուր փուլում ուլտրաձայնային հետազոտությունը տալիս է որոշակի տեղեկատվություն, ինֆորմացիա պտղի մասին։ Եթե բաց ենք թողել այդ շրջանը, հաջորդ շրջանում մենք կարող ենք այդ խնդիրը հայտնաբերել, թե արդեն բաց թողեցինք։ Օրինակ, առաջի սկրինինգային հետազոտության բաց թողնման պայմաններում արդեն չենք կարող, որովհետև հաջորդ հետազոտություն ուլտրաձայնային չի լրացնում առաջի սկրինինգային հետազոտությանը։ Ինչով, որովհետև ցավոք սրտի կարող են առանց արատիել որևէ քրոմոսոմային հիվանդությամբ երեխաներ էլ ծնվեն, հա, պարտադիր չէ արատ ունենա, օրինակ Դաունով երեխան կարող է եւ սրտի արատ չունենալ, ասենք, թե որ հանգիստ լինենք հետագայում սիրտը կնայենք կամ մատերը կհաշվենք, դա այդպես չի, որ վստահ լինելու ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի կան հավելյալ հետազոտություններ, որոնք բաց թողնման պայմաններում կարելի է կատարել այդ գենետիկ առումով հետազոտություններ։ Այսինքն չափազանց կարևորը մեր կոչը կանանց այն է, որ բաց չթողնեն որևէ շրջանում իրենց ցուցված հետազոտությունները։ Այո, յուրաքանչյուր ժամկետում ցուցված հետազոտությունը ցանկալի է կատարել հենց այդ ժամկետում։